Դեռ Իրանի հոգևոր առաջնորդին չհուղարկավորած, արդյոք այնքան կսրվեն Իրան-ԱՄՆ հարաբերությունները, որ չեղարկվեն Թեհրան-Վաշինգտոն բանակցությունները։ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին լրագրողներին վստահեցնում է, եթե չնախատեսված իրադարձություններ չլինեն, հաջորդ շաբաթ Իսլամաբադում կշարունակվեն բանակցությունները։ Հուսով ենք խելամտությունն ու ողջամտությունը կվերադառնան եւ իշխող կդառնան Սպիտակ տանը, եւ նրանք իրենց պարտականություններին հավատարիմ կմնան, քանի որ Իրանն արդեն ցույց է տվել իր կամքը եւ ապացուցել, եթե նրանք շարունակեն այսպես պարբերական կերպով խախտել պայմանավորվածություններն ու համաձայնագիրը, Իրանը կպատասխանի դրանց։ Խալիլ Շիրղոլամին ընդգծում է, երեքշաբթի Իրանի պատասխան հարվածը մարտավարական քայլ է եղել եւ իրենք լայնամասշտաբ պատերազմ սկսելու միտում չունեն, եթե նահանգները չհրահրի։ Պարոն Թրամփը գիտակցելով, որ այլևս չի կարողանում շարունակել այս պատերազմը, համաձայնեց հրադադարի։ Կարծես մենք գործ ունենք մեկի հետ, ով երկմտում է եւ վերջնական որոշում չի կայացրել, թե որ ճանապարհով է շարժվելու։ Այդ պատճառով է, որ այն համաձայնագիրը, որը նախապես ստորագրվել է, մի քանի անգամ խախտվել է նրանց կողմից։ Նահանգները պարզապես սովոր չէ հավասարը հավասարի հետ բանակցել։ 20 օր էլ դեռ չի անցել, ինչ Իրանը նահանգների հետ խաղաղություն հաստատելու շուրջ հուշագիր է ստորագրել, սակայն այն արդեն մի քանի անգամ խախտվել է, հիշեցնում է իրանցի դեսպանն ու զգուշացնում Հայաստանին։ Ուստի Իրանի անհանգստությունն իր սահմանների հարևանությամբ ամերիկացիների ներկայության վերաբերյալ շատ լեգիտիմ եւ տրամաբանական է, եւ այդ անհանգստություններին պետք է հստակ պատասխաններ տրվեն։ Շիրղոլամին ասում է, չնայած Հայաստանի կառավարությունը հավաստիացրել է, թրիփը Իրանի համար որևէ սպառնալիք կամ մարտահրավեր չի ստեղծի, Թեհրանն ամեն դեպքում անհանգստություններ ունի։ Թեհրանը համոզված է, որ Թրամփի ուղին ճանապարհ է նահանգների համար նաև հյուսիսից Իրանին մոտենալու համար։ Կարծում եմ, մենք պետք է ձեռք բերենք այնպիսի մեխանիզմ, որի շրջանակում Հայաստանը կկարողանա իրացնել ապաշրջափակման իր ամբողջ ներուժը, բայց դրա հետ մեկտեղ պետք է կառավարվեն եւ հստակ կերպով արձագանք տրվեն ԱՄՆ-ի ներկայության հնարավոր ռիսկերին եւ Իրանի դեմ ցանկացած սպառնալիքներին։ Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության համապարփակ փաստաթուղթ է Իրանն ուզում ստորագրել։ Ըստ Շիրղոլամիի նախորդ շաբաթ Իրան մեկնած Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը նախագահ Մասուդ Փեզեշքյանը եւս մեկ անգամ ընդգծել է դրա կարեւորությունը։ Կարող ենք ասել, որ Իրանն իր կողմից շարունակ քայլեր է ձեռնարկում ռազմավարական գործընկերության համապարփակ փաստաթղթի ստորագրման համար։ Այս պահին աշխատում ենք փաստաթղթի տեքստի վրա, այն կազմման փուլում է։ Հույս ունենք, որ հնարավորինս արագ այս փուլը կավարտենք եւ կսկսենք աշխատանքները ստորագրման ուղղությամբ։ Հարևաններից հարված սպասում է Իրանը։ Դեսպան Շիրղոլամին ասում է, իրեն էլ են հասել լուրեր, թե պատերազմի օրերին Ադրբեջանն իր տարածքը տրամադրել է Իսրայելին Իրանին հարվածելու համար։ Իրանի ռազմական եւ անվտանգության մասնագետները չեն հաստատել այդ լուրերը, սակայն նման դեպքերում կարծում եմ ակնհայտ է Իրանի պատասխանը։ Չկա ավելի ուժեղ ու մեծ երկիր, քան Միացյալ Նահանգները, բայց այդ դեպքում բոլոր այն երկրներին, որտեղից ամերիկյան բազաներից հարվածել են Իսլամական Հանրապետությանը, Իրանը պատասխան է տվել։ Նախագահ Ալիևն ինչ-որ առումով դիվանագիտական սահմաններն անցել էր ըստ իրանցի դեսպանի, երբ սպառնալից տոնով պնդում էր, թե Իրանն է մարտի սկզբին անօդաչուներով հարձակվել Նախիջևանի վրա։ Գաhanե Մովսիսյան, Առաքել Օհանյան, Էլեն Յահինյան, Հայլուր։